Բարև ձեզ սիրելի հերոստատիտող բարեկամներ, ողջունեմ ձեզ անգամ ևս AMG-ի հերոստանգերության հիմնակար հաղորդաշարով։ Այսօրվա մեր ծրագիրը կգարձեմ բոլորդ պետք է սիրեք, որտեղ որքան հնամյա է, բայց միևնույն ժամանակ նաև աժմիական է։ Եվ կսկսեմ այսօրվա մեր ծրագիրը շատ գեղեցիկ եւ այս խոսքերի իմը չեն, այլ կպատկանին մխիտար ապահար սեպաստացիին, որ այս տարի մենք կդոնենք իր ծննդյան 350 ամյակը։ Եվ ինչ կսե, ինչ պատկամ գուտա մեզի մխիտար ապահար։ Գսե, հայ ժողովուրդը իր պատմությունը պետք է լավ իմանա, որ օդարը չհամարցակվի իր հորինածը ճշմարտության դեղ պատմել մեզ։ Երևակայեցեք սիրելիներ, այս 350 տարի առաջ արտասանված նախատասությունը որքան աժմիական է, որ հայ ժողովուրդը իր պատմությունը պետք է լավ իմանա։ Եվ ես իսկապես կուզեմ իմ խորին շնորհակալությունս Եվ երախտագիտությունս հայտնել AMG-ի հերոստանգերության, որ արի թե դնում ինձ, ձեր հետ միասին այս ոսկե, այս ատամանթագուր կարևորագույն գիտելիքները նաև հանձնեմ ցեզի։ Ուրեմն, սեփական պատմության իմացությունը լավագույն զենքն է գեղձարարությունների եւ օդարածին շահարկումների թեմ։ Հայ ժողովրդի հարուստ անցյալի մասին վավերական եւ գիտականորեն հիմնավորված փաստերին ծանոթանալու համար արժե թիդել եւ հետևել AMG-ի հերոստանգերության հիմնակար հաղորդաշարին։ Հիմնակարը պատմական ճանաչողական եւ վերլուծական հաղորդաշար է, որը հերացակվում է թե դեղական եւ թե սոցցանցերի եթերներում։ Այն նվիրված է հայ ժողովրդի պատմության, ազգակրության, մշակույթի եւ կարևորագույն պատմական իրադարձությունների լուսաբանման համար։ Հաղորդաշարը մանրամասն անդադարձ է կատարում դարբեր հայկական համայնքների, պատմական առանցին դրվագների եւ ազգային արժեքների պահպանման, օգտագործելով հեղինակավոր աղբյուրներ, հայոց հարուստ եւ բազմաթարյան պատմության իմացությունը իսկապես լավագույն զենքն է ցանկացած գեղձարարության թեմ, սեփական արմատներին ու սկզբնաղբյուրներին դիրաբետելու թույլ է տալիս պաշտպանել մեր պատմական արդարությունը։ Անաղարտ եւ ստույգ պատմական փաստերին ծանոթանալու, ինչպես նաեւ հայագիտական ուսումնասիրություններին ու վավերագրերին հետևելու համար կարող եք դիմել AMG-ի հերոստանգերության հիմնակար հաղորդաշարին։ Այսօր առավոտ կգարտայի Le Monde թերթը Փարիզի, որ կգրեր հետևյալը. Իսրայելը կճանչնա հայոց ցեղասպանությունը, Թուրքիո ուղղված կստամփ մնե այս ամենը։ Այս պատմական որոշում մներ եւ նաեւ նոր խաղակարգ մներ, որ մեջտեղ կգծեր Իսրայել։ Իսրայելի կառավարությունը գիրակի օրը հունիսի 28-ին միացային գերբով տեսնենք նկարները եւ այդպեսով հարաճ երտանք միացյան գերբով ճանաչեց առաջին աշխարհամարտի տարիներուն Օսմանյան գայսրության կողմէ հայ ժողովրդին թեմ կործադրված չարթերը որպես ցեղասպանություն։ Այս քայլը լայնորեն դիտվեցավ որպես Թուրքիո ուղղված գշտամփանք եւ երկու երկիրներու միջև խորացող ջեղքերու հստակ արտահայտություն։
Իսրայելի եւ Թուրքիո հարաբերությունները գդրուկ վատարացած են այն օրենի վեր, երբ 2023-ի հոկտեմբերին Համասի հարձակումներուն հաջորդած Գազայի պատերազմը սկսավ։ Գազայի պատերազմի բռնկումենի վեր Թուրքիան բարբերաբար մեղադրած է Իսրայելը, թե ամեն ան ցեղասպանություն կգործե Պաղեստինյան տարածքներուն մեջ, մեղադրանքը զոր Իսրայել վճռականորեն կմերժե։ Գիրագի օրը անմիջապես Իսրայելի հայտարարությունից հետո, համարյա մի ժամ հետո, Թուրքիան խստորեն դադարեցրեց Իսրայելի կողմէ հայոց ցեղասպանության ճանաչումը, զայն որակելով քաղաքական որոշումը, որուն նպատակն է ծածկել Իսրայելի սեփական հանցագործությունները Գազայի մեջ որպես ցեղասպանություն։ Թրքական արտաքին գործոս նախարարության հրապարակած հայտարարության մեջ կսվի հետևյալը. Իսրայելի կառավարությունը, որ ամբողջ աշխարհի աչքին առջև համագարկված գերբով հալածած է Պաղեստինյան ժողովուրդը եւ արդարադատության միջազգային դատարանին առջև կթադվի Գազայի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գործելու, կփորձե ծածկել իսկ հանցագործությունները 1915-ին դեպքերը վերաբերյալ որթեքրած քաղաքական որոշումի միջոցով։ Հայտարարությունը կշարունակի այսպես. Թուրքիան պիտի շարունակի վճռական կերպով աշխատել վերջ տալու Իսրայելի ընդարձակապաշտ եւ շրջանը ապագայունացնող քաղաքականություններուն։ Վերջ։ Ուրեմն, ասկե ամիջապես հետո ես սկսա բրբտումներ կատարել եւ այս երկու օրվա ընթացքին ուզեցի անպայման պատրաստել այս հաղորդումը։ Եվ առաջին անգամը լալով հանդիպեցա սոցցանցերում մեջ շատ նշանավոր մի դիկնոջ, որ շատերը նաև կճանչնան, գլուխը փակ Դանիելա Վայս։ Դանիելա Վայսը 80 տարեկան է հիմա եւ ժամանակին ինքը քաղաքապետ եղած է փոքր քաղաքիմը Իսրայելի մեջ։ Եթե նայիկ ուրեմն ասենք Google-ն կամ որևէ մեկ ցեվով իր մասին Դանիելա Վայսի մասին կտեսնեք, որ ինքը գրված է ենթադրյալ Պաղեստին, չսեր Պաղեստինի մեջ է ծնված, որովհետև ինքը ծնվել է 1945-ին եւ այդ ժամանակ Իսրայել չկար, 1948-ին Իսրայելի եկավ։ Ուրեմն ինքը 1945-ին որ ծնվել է, իրեն անունը դրել են ենթադրյալ Պաղեստին։ Եվ ինքը գհորչորչվի կամ այսպես ասած ինքը nickname ունի, որ կոչվի ինքը մեծ մայրն է Իսրայելի վերաբնակեցման ծրագրին։ Այսինքն վերաբնակեցնողներու մեծ մայրն է ինքը։ Եվ երևակայեցեք ինչ կնշանակի վերաբնակեցման, որովհետև այն հողերը, որոնք 1948-ին հետո երևակայեցեք 1948-ին 700,000 պաղեստինցիներ թողեցին Պաղեստինը եւ գացին Հորդանան, Լիբանան եւ Սուրիա։ Եվ այդ հողատարածքներուն մեջ Եվրոպայեն բռնասպոսիկ եւ կամ նույնիսկ հարավային Ամերիկային բռնասպոսիկ մարդիկ եկան ասելու համար է, որ այս է մեր երկիրը։ Դեսեք թե մեր երկրի մասին ինչ կխոսին հրեաները։ Հրեաները կգործածեն Սուրբ Գիրքը որպես իրենց աղբյուրը եւ իրենց պատմական իրավունքը։ Այսինքն, պարզ օրինակ ասեմ, այսօրվա ղեկավարի Նեթանյահուն իր ծնողները
Եվրոպայեն կյանքերնուն մեջ միջին արևել չեն ապրած։ Մարդիկ, որոնք Եվրոպա ապրած են, կամ Հարավային Ամերիկա, Արգենտինա ծնած են, Բուենոս Այրես եւ այլն, բայց 1948-ին գուքան եւ Պաղեստինը որպես Իսրայել գտնունին։ Կսեն սա մերն է եւ ինչ կկործածեն որպես ասենք ոչ թե միայն պատճառ, այլ նաեւ վավերագրական, պատմական իրականություն կկործածեն մեր իմացած Սուրբ Գիրքը։ Եվ Սուրբ Գիրքին մեջ ինչ կսե։ Ծննդոց գլխին մեջ ուրեմն առաջին 5 գիրքերը, որոնք Մովսեսի գիրքերը կոչվին, ծննդոցը առաջին գիրքն է Մովսեսի։ Եվ ծննդոցի 15-րդ գլխուն 18-րդ համարին մեջ գսվի հետևյալը, որ հաճախ գարդասանվի, նաև որպես շատ կարևոր պատմական իրավունք գսվի։ Ըստ Սուրբ Գրքին անգլերեն ուրեմն ասենք Գենեսիսը կամ Genesis կամ հայերենով ծննդոց, ուրեմն Աստվածաշնչի կարևորագույն համարներից է, որտեղ Աստված կամ այստեղ Էլոհիմ կգոչվի եբրայերենով, որ կնշանակե ստեղծիչ, Էլոհիմ ստեղծիչ, Adonai կնշանակե դեր, the Lord անգլերենով։ So ուրեմն Adonai-ը, դերը, Աստվածը, ուխտ կգնքե, այսինքն Աբրահամի հետ միասին թաշինք կգնքե Աբրահամին ասելով, որ կխոստանա նրան դալ այս հողը։ Ուրեմն մեջբերումը կատարեմ, այդ օրը դերը Աբրահամին հետ ուխտի դրեց, ասելով այս երգիրը, այս հողամասը, եւ նայեցեք լավ զգուշ եղեք ինչ պիտի ասեմ։ Եգիպտոսից մինչև մեծ քեդը, Եգիպտոսից մինչև մեծ քեդը, Եգիպտոսը գիտենք բոլորս, եւ մեծ քեդը այստեղ ուրեմն Եփրատ քեդը նկատի ունի, քո սերնդին եմ դալիս, քո սերնդին պիտի դամ։ Այս մեկը ծննդոց 15-18-ն է։ Եվ տեսեք ուրեմն սիրելիներ, Եգիպտոսը մինչև Եփրատ պիտի Հրեաստան ըլլա, որովհետև Սուրբ Գիրքի մեջ այդպես գրված է։ Ուրեմն տեսեք ահավասիկ այս քարտեզը։ Ես գուքամ հայկական դեսանգյունին նայելու։ Մենք հայերս հնակույն ժողովուրդն ենք, չէ՞։ Վստահ եմ բոլորը դալ գիտեք ադոր մասին, պետք չունիմ ես ցեզի մանրամասնություններ գդարելու։ Այս քարտեզի մեջ դուք հստակորեն կտեսնեք, քանի որ Սուրբ Գիրքը հրյաները այս բանակային Դիգին Դանիելը Վայսը մեջբերում գնեցելու համար, որ Իսրայելը իրեն է, որտև Աստված տված է, ես այստեղ կուքամ ասելու համար, որ Աստված նաև բանի մեջ, ծննդոց գրքին մեջ, նոյ, չէ, չրեղեղը որ եղավ, 40 օր, 40 գիշեր, և չրեղեղը նոյան տապանը ոչ թե նավ էր, այլ մեկ, ասմենք, դուն մներ կամ չուրեն ազատվելու համար այն վայրն էր, որ հետո չուրերը երբ որ պիտի իջնեին և չորնային, ինքը հողի վրա նստեր։ Եվ այստեղ ուրեմն սիրելիներ, հայկական կամ հայոց բարձրավանդակ, the
Գերմաներենով գսեն Hochland, die armenische Hochland կամ the Armenian Highland։ Այստեղ հստակորեն գկրվի։ Եթե բանակ Սուրբ Գիրքը, նույն Սուրբ Գիրքը, ուր Աբրահամ այս հողերը գուտա իսրայելցիներուն, հրյաներուն, նույնը գուտա նաև հայերուն։ Եվ ասեմ ինչպես։ Հիմա վերադառնանք այդ քարտեզին եւ պիտի տեսնեք եւ պիտի բացատրեմ ցեզի։ Ահավասիկ։ Կտեսնեք թե ուրեմն Եգիպտոսի վրա գրված է Համ, արաբական թերակղզի վրա գրված է Շեմ եւ հայկական բարձավանդակ, այսինքն երկու լիճերուն վրա ադիգա պետք է լարվանա լիճ, ուրմիա լիճ եւ հետո սևանա լիճ, ահավասիկ այդ շրջանը պիտի կոչվեր Հապետ, չէ՞։ Շատ բարի, ուրեմն, այստեղ ծննդոց 8-4 և ամբողջ ծննդոց 10 մինչև 3 հատվածները կներկայացնեն Նոյի որդիները, Հապետը, Քամը և Սեմը։ Շեմ Սեմն է, Քամը Համն է և Հապետը Ջափետ։ Կտեսնեք թեղինը։ Ես այստեղ ուզեցի անպայման քունավորել, որ տեսնեք։ Թեղին մասը Հապետին է և Հապետի որդիները գսե Սուրբ Գիրքը և այստեղ նորեն ես չեմ ասել այլ ծննդոց Ջենեսիս նույն գիրքը որ քրիստոնյաները կգործածեն նույն գիրքը նաև հրյաները կգործածեն հրյաներուն Ջենեսիսին մեջ գրված է 10 գլխուն 1-ն 3 գրված է հետևյալը Հապետի որդիները հետևյալն էին Կոմերը, Մակոտ, Մադան, Հավան, Թոփել եւ Մեսեկ եւ Թիրասը։ Եվ ասոնց զավակներեն գուքան Կոմերի որդիներեն գուքան Ասքանազը կամ Աշքանազի բարը գուկա չէ, ադիգա այսօրվա ուրեմն Վրաստանի բնակիչներուն համար կոչվեր Աշքենազը, իսկ հայկական շրջապարծավանդակին, այսինքն Վան, Վանալիճ, Ուրմիոլիճ և Սևանալիճ այս հողամասին մեջ, ուր որ թեղին քույնն է Հապետը, դա Թորքոմին գդրվի։ Եվ Թորքոմը ով է, մեր նախահայրն է։ Մովսեթ Խորենացին դա հստակ կերպով Սուրբ Գիրքը օգտագործելով գսե այս հողամասը դրվեցավ Հապետին և իր զավգին Թորքոմին։ Եվ մենք գիտենք, որ Հայկ Նահապետը Թորքոմի ազգեն է։ Ինչպես որ հրյաները իրավունք ունին Բաղեստին հողամասը յուրացնելու ասելու համար, որ Սուրբ Գիրքը այդպես կսե, Աստված այդպես կսե, Բերեշիտ բարա Էլոհիմ հետ Հաշամայեմ ու հետ Հարաս, նույննալ մենք կսենք հայերս հայկական բարձավանդակը Աստված տվավ Հապետին, Հապետին Թորքոմին, այսինքն հայերուն։ Այս հողամասը մերն է եղբայր։ Բարս, շատ բարս։ Չէ, մենք այստեղ փանակցելու խնդիր չունենք, այս հողամասերը մեզ տվավ Աստված։ Բերեշիտ բարա Էլոհիմ հետ Հաշամայեմ ու հետ Հարաս Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը եւ ինքը տվավ այս հողամասը մեզի մերն է հայերուս է բայց իհարկե ես չեմ ուզել քաղաքականացնել այս ամենը որովհետեւ նայեցեք սիրելիներ Այդ բարձավանդակներու վրա հայկական պետականությունը պայքարած է իր քոյությունը պահպանելու համար ավելի քան 4000 տարիներ։ Վերջին անգամ վերակդավ իր անկախությունը 1918-ին հետո 1921 խորհրդանացավ եւ հետո վերջնականապես 1991 թվականին սեպտեմբերին խորհրդային միության փլուզում են անմիջապես ետք։ Այսօր Երևանի փողոցներուն վրա մարդիկ կխոսին իրենց հնդեվրոպական, այսպես համաշխարհային գիտական կետնի վրա գոչված
հնդեվրոպական լեզուի մասին, որ հայերենն է, որ հավատացեք հնդեվրոպական եւ նաեւ գերմանական Բուշհաուզենի կողմեն հաստատված հնդգերմանական ինդո-գերմանische Sprache գսե եւ հնդգերմանական լեզվի մեջ ադի ես չեմ ասել, խնդրեմ ուսումնասիրեցեք, տեսեք, բացեք այսօր հավատացեք ձեր հեռախոսով նույնիսկ կրնակ բանալ եւ գրել Indo-European կամ Indo-German Indo-German ազգերում մեջ առաջինը հայերն են ես չեմ ասել գիտությունը գսեմ եւ ուրեմն երևակայեցեք այսօր երբ մենք կխոսենք հայերեն եւ ես կխոսեմ ձեր հետ հայերեն եւ դուք կհասկանաք հայերեն դա այն լեզուն է որ հայկական բարձավանդագեն հարաճած է այն հողեն երբ որ Աստված մեզի դվավ ինչպես Աստված հрьяաներուն կանանու երգիրը դվավ սավ կացեք եւ 1948-ին Իսրայել եղեք ահա այս քեղեցիկ կարդեսը ես կուզեմ ձեր ուշադրության հանձնել եւ այս կարդեսը սիրելիներ գիտեք շատ հետաքրքրական է այս կարդեսը վերցված է շատ հին իսկապես շատ հին ուրեմն գլոբուսեն աշխարհակունթեն որովհետև ասեմ ցեզի այս աշխարհակունթին մասին այս աշխարհակունթը սիրելիներ գտնեք դուք Նյուրնբերգին մեջ եւ ուրեմն Նյուրնբերգի մեջ եւ այստեղ առաջին բահբանված եգրակունտն է գլոբուսն է ասի վերև նկարված է եւ ասի կողմեն նկարված է իսկ այդ առաջին մեջը նկարվածը գուզեմ ցեզի ցույց տալ ավասիկ այս հապետի այսինքն թորքոմի հողամասին մեջ որ նաև մենք ասենք հայկական բարձրավանդակ եւ մոտավորապես կծակրիչը ներկայացուցած է Արարատ լերը եւ վրան դրած է Նոյան դաբանը վարը հստակորեն գրած է Արմենիա տեսակ Արմենիա Հայաստան ես չեմ ասած առաջին գլոբուսին մեջ չկա Թուրքիա չկա Ադրբեջան չկա բացապես կա Իրան վարը եւ վերը Արմենիա տեսակ սիրելիներ այսինքն այս ուրեմն գլոբուսը այսպես ասած կգոչվի Beheim Globe կամ Beheim Globus իսկ գերմաներենով դա կգոչվի Erdapfel երկրի խնձոր Erdapfel երկրի խնձոր որ պատրաստված է 1490 թվականին մինչև 1492 թվականներուն գերմանացի նավարգող Մարտին Բեհայմի կողմը եւ կնկատվի աշխարհի այսօրվա պահպանված ամենեն հին երկրակունթը եթե ամենահին երկրակունթին մեջ չկա Թուրքիա, չկա Ադրբեջան, միայն կա Հայաստան եւ հայկական բարձրավանդակ, ուրեմն երկրակունթը ավարտած էր ընդամենը քանի ամիս առաջ, երբ Քրիստոֆոր Կոլումբոս իր ճամփորդությունն վերադարձավ ամերիկյան, ասենք, ամերիկաներեն, այսպես ասենք, այդ պատճառով այս երկրակունթին վրա Ամերիկայի աշխարհամասը չեն դեսած կամ չպատկերացված Okay? Ուրեմն մեկ Ետ վերադառնանք Սուրբ Քիրքին նկարը հաջորդը շատ քաղցիկ է եւ շատ կարեւոր է մեկ հատ մնայինք միասին Սա 1611 թվականին արքայական James Աստվածաշունչը okay King James թարգմանություն Հիմա որ փանակ անգլիախոս Սուրբ Քիրքերը բոլորնալ գրված են King James translation
So ուրեմն առաջին անգամ King James-ը դպագրվեցավ 1611 թվականին, ուր գնշվի Հայաստանը մարդկային քաղաքագրթության փնորանը։ Լավ նայեցեք այս մարդկության ծարին վարը կա Նոյանդաբանը հանգչած է Արարատի վրա, իսկ Արարատի վարը հայկական բարձրավանդակին վրա գրված է Արմենիա։ Ասի մենք չենք գրած։ Այս հայերը տրամ չենք տված։ Ոչ ալ ֆրա դրած ենք, ոչ ալ չգիտեմ ինչ են գրած։ Մենք հայերս նույնիսկ չենք գիտած, որ իրենք Օքսֆորդի համալսարանին մեջ 1611 թվականին Օքսֆորդի համալսարանի հեղինակավոր հրատարակչական գողմե լույս տեսած արքայական Ջեյմս աստվածաշունչը King James Bible առաջին անգլերեն պաշտոնական հրատարակություններ, ուր Հայաստանը կներկայացվի որպես մարդկային քաղաքագրթության փնորան։ Եվ այստեղ կհիշվի նաև հայերը հնագույն ժողովուրդ մնեն, որոնք կբնակին հնագույն հայրենիքի մեջ։ Վերջին նկարը գուզեմ ցեզի ցույց տալ սիրելիներ։ Վերջին նկարը ահավասիկ։ Սա հին կամ միշտաթարյան գերմաներեն է, այսի հոխդոյչ չէ, ալտդոյչ է։ Ալտդոյչ եթե գերմաներեն գիտեք, մի քիչ դարբեր է, պետք է սորվիկ իհարկե, ինչպես մենք հայերենը ունենք աշխարհապար եւ ունենք քրապար, այս մեկը գերմաներենի քրապարն է։ Եվ պետք է ասեմ, որպես նախկին մխիթարյան միապանության սան, մենք անպայման պետք է նաև հոխդոյչի հետ սորվեինք ալտդոյչը։ Եվ ալտդոյչի այդ վերևի մասը բացատրությունը թարգմանեցի եւ այսպես մեջտեղ եկավ։ Հայերը հնագույն ժողովուրդ մնեն, որոնք կբնակին հնագույն հայրենիքի մեջ։ Անոնց երկիրը կգտնվի աստվածաշնչյան Արարատ լերան շրջագա բարձրավանդակներուն վրա, ուր ըստ ավանդության Նոյանդաբանը հանգրվանեց չրհեղեղեն ետք, Ծննդոց 8:4։ Հատվածները ներկայացնում են Նոյի որդիներին, Հապեթի, Քամի եւ Սեմի սերունդների ցանցը չրհեղեղեն հետո։ Մասնավորապես նշում են Հապեթի առու զավակները եւ թորները, որոնցից սկիզբեն արել աշխարհի ազգերը։ Սրանք են Նոյի որդիները Սեմ, Քամ եւ Հապետ, որոնք չրհեղեղից հետո նրանց որդիները ծնվեցին հետևյալը. Հապեթի որդիները Քոմեր, Մագոգ, Մադա, Հավան, Թոփել, Մեսեկ եւ Թիրաս։ Քոմերի որդիներ Ասկանազ, Ռիփատ եւ Թորքոմա, այսինքն Թորքոմ։ Ուրեմն վերջին բեղումները, որոնք կատարված են հայկական բարձրավանդակներուն մեջ, այժմ հարավային Վրաստան, հայտնաբերած են մոտ 1.7 միլիոն դարեկան մարդկային կանգեր, որոնք կցուցաբերեն Աֆրիկյան ծագում։ Գիտնականներու կարծիքով այս պրածոները կներկայացնեն մարդկային ցեղի առաջին քաղաքը Աֆրիկայեն թեպի Կովկաս, եւ այսօր մասին ես պիտի ցեզի հատուկ ծրագիր պատրաստեմ, թե հայերը ինչպես հասան հայկական բարձրավանդակ, եւ այդ ամենը կսկսի Աֆրիկայեն եւ բարձրապես ցեզի ասեմ Զիմբաբվե շրջանին գա քաղաք, որ կգոչվի Արմենիա։ Սա թող լինի ցեզի որպես խթան, որպես դուք կարողանաք հետևեք AMG հերոստանգերության հիմնակար հաղորդաշարին, սիրելի հայրենագիցներ, որոնք հայկական բարձրավանդակի հրապխային հարուստ ապարները, հատկապես օբզիդիանը, ինչպես նաև բղինցը, անագը, երկաթը նպաստեցին
կորձիշանության, մեդաղակորձության եւ խեցակորձության շատ վաղ ժամանակներու մեջ մեր թվարգութենեն առաջ կամ Հիսուսի առաջ, Քրիստոսի առաջ, միշտ կսեն մեր թվարգութենեն առաջ, ես կսիրեմ Քրիստոսի հետ, Քրիստոսի առաջ։ So Քրիստոսը BC and AD. AD Anno Domini in BC before Christ. Ուրեմն Քրիստոսի 4000 տարիներ առաջ ժամանակաշրջանին հայկական բարձրավանդակի մեջ լայնորեն կպատրաստվեին հայկական աշխատանքով բեղինչ, բրոնզ եւ երկաթե զենքեր, որոնք այսօր դուք կգտնեք, եթե երթակ Հայաստան, երթակ Երևան, փոխանակ առաջինը կաֆեները երթակ, իմ խրատս ցեզի սիրելի հայրենագիցներ, մտեք Երևանի պետական պատմաբանական թանգարանը եւ տեսեք, թե մենք ինչպիսի հարուստ անցյալ ունենք։ Այն ազգը, որ իր անցյալը գիտե, ներկան այնպես մգաշխատի, որ աբական փայլունը լա։ Ուրեմն սիրելի հերոստատիտող բարեկամներ, այսպեսով կավարտենք մեր այսօրվա ելույթը, կցանկանանք ցեզ բոլորիդ բարի աշխատանք, բարի գանք, մեր մայր հայրենիքին պայծառ երկինք եւ կանաչ ճանապարհ։ Հբար դլանք հայ լալով, հբար դլանք, որ ունենք ոսկեթար, հբար դլանք մեր ազգի պատմության։ Շնորհակալություն, ցտեսություն։